էլ կստանաս։ Յո, Բարոն Բլբլթանը այսօր նամակ ունի Խոհարարական ակադեմիայից։ Պող։ Ողջույն, սիրելի փոքրիկներ։ Սա նորից Պարոն Բլբլթանի քույրիկն է, օրիորդ հեքիաթիկը։ Եվ այսօր ինձ թվում է մենք շատ հետաքրքիր ժամանակ կանցկացնենք։ Պարոն Բլբլթանը ինձ հրավիրել է իր տուն, բայց ինքը չկա։ Դուք չգիտեք, թե ուր է գնացել նա։ Ուր? Ակադեմիա։ Այն էլ խոհարարական։ Ինչ հետաքրքիր է։ Օ, իսկ սա ինչ է։ Նամակ։ Երևի ինձ համար է։ Ապա տեսնեմ։ Ահա։ Օ, հետաքրքիր է։ Սիրելի քույրիկ հեքիաթիկ, ես պարոն Բլբլթանս շտապ զանգ եմ ստացել խոհարարական ակադեմիայից։ Նրանց իմ օգնությունն է պետք, որպեսզի պարզեն, թանապուրը բրնձով է համեղ ստացվում, թե ձավարով։ Ես շտապ մեկնում եմ խոհարարական ակադեմիա, որտեղ երկար ժամանակ փորձարկումներ և շերեփային վեճեր են գնում։ Ես ընտրվել եմ հանձնաժողովի պատվավոր նախագահ և պետք է այդ հարցը մեկ ընդմիշտ լուծում ստանա։ Օ, հետաքրքիր է։ Եվ իմիջիայլոց չմոռանաս վառարանից հանես կարկանդակները, իմ սիրելի քույրիկ։ Իսկապես, վայ, ես էլ ասում եմ այս ինչ ծուխ է, այս ինչ հոտ է, կարկանդակները։ Ինչ հրաշալի բուրում է, ճիշտ ժամանակին հասցրեցի վառարանից հանել։ Եվս մեկ րոպե և այս հրաշալի կարկանդակները կվառվեին։ Այսպես։ Երեխաներ, աշխարհում ես գիտեմ երկու հոգու, որ հրաշալի կարկանդակներ են պատրաստում։ Առաջինը ինձ թվում է գուշակեցիք, իմ սիրելի եղբայր պարոն Բլբլթանն է, նրա կարկանդակները ուղղակի անմահական են։ Իսկ երկրորդը, ով հրաշալի կարկանդակներ է պատրաստում, այն նրա մասին հիմա մենք կլսենք հեքիաթում, որը ես ձեզ կպատմեմ։ Եվ այսպես այսօրվա հեքիաթը կարմիր գլխարկի մասին է։ Երեխաներ, այսօր իմ ամենասիրելի օրերից մեկն է։ Իսկ գիտեք ինչու, որովհետև այսօր մեր տուն հյուր է գալու իմ ամենասիրելի տատիկը։ Կարմիր գլխարկ, մենք տատիկից հրագիր ենք ստացել, պետք է շտապ կարդանք։ Երեխաներ, հետաքրքիր է, թե ինչ հեռագիր է ուղարկել տատիկը։ Տեսնես ինչ է գրված այդ հեռագրում։ Ապա։ Ահա, հիմա միասին կկարդանք։ Ահա։ Փաստորեն տատիկը գրում է. Իմ շատ սիրելի աղջիկ և թոռնուհի կարմիր գլխարկ։ Այսօր ես մի քիչ վատառողջ եմ և չեմ կարողանա ձեզ հյուր գալ։ Այս անգամ առանց ձեր տատիկի անցկացրեք օրը։ Հուսով եմ, որ եկող շաբաթ արդեն կառողջանամ և կմիանամ ձեզ։ Ձեր սիրելի տատիկ, վերջակետ։ Փաստորեն տատիկը չի կարողանա գալ և կարմիր գլխարկը որոշում է, որ ինքը կարող է գնալ տատիկի տուն և խնդրում է մայրիկին մի զամբյուղ կարկանդակ լցնել, որպեսզի նա կարողանա այն տանել տատիկին։ Այ երեխաներ, այստեղ ճանապարհը բաժանվում է երկու մասի, աջ և ձախ։ Աջը տանում եք գյուղի միջի ճանապարհով, իսկ ձախը անտառի։ Ախր շուտով մութը կտա, իսկ ես ժամանակ չունեմ, պետք է շտապեմ։ Էնպես որ ես կգնամ անտառի միջի ճանապարհով։ Եվ ասեմ ավելի,
Ես գայլերից չեմ վախենում, գայլեր չկան, գայլերը միայն հեքիաթներում են լինում, այնպես որ ես շտապեցի։ Երեխաներ, այս ինչ տարօրինակ ձայներ են գալիս։ Կարծես թե ես մոլորվել եմ։ Օգնեցեք, ով կա այստեղ, աու, օգնեցեք։ Յա, երեխաներ, այս ով է օգնություն կանչում, ով, կարմիր գլխարկը, ուր է այստեղ կարմիր գլխար, որ կողմ, այս կողմ, յո, հայելի կարմիր գլխարկն է, տեսնես ինչ է անում անթառում, այն էլ միայնակ, հիմա հարցնենք, Սիրուն աղջիկ, համով աղջիկ, ինչ ես անում անտառում, այն էլ միայնակ, Ես մոլորվել եմ, ինձ կօգնեք, ես գնում եմ իմ տատիկի տուն, բայց ճանապարհը չգիտեմ։ Իհարկե կօգնեմ, Իսկ դուք ով եք։ Ես անտառի բարի փերին եմ, Բարի Փերին։ այո, Շատ լավ, դու ուրեմն ինձ օգնեք, խնդրում եմ, ես շատ եմ շտապում, տատիկս վատ առողջ է, գնում եմ իր տուն և թարմ կարկանդակներ եմ տանում, որպեսզի նա ուտի և իսկույն ոտքի կանգնի։ խեղճ տատիկ, Այո, ես իհարկե կօգնեմ քեզ, ինչ լավ է։ միայն թե ասա տատիկդ որտեղ է ապրում, Հիմա, տատիկը ապրում է մեծ ծառի կաղնու հարևանությամբ։ մեծ ծառի կաղնի հարևանությամբ, գիտեմ ես այդ տեղը, ուրեմն ուշադրի լսի ինձ, այ մոտիկ, գնում ես ուղիղ, հետո աջ, հետո ձախ, հետո ուղիղ, հետո աջ, հետո ձախ, ուղիղ, աջ ձախ, բարձրանում ես վերև, իջնում ես ներքև, ուղիղ, աջ ձախ, ուղիղ, բարձրանում ես վերև, ներքև, աջ ձախ, ուղիղ, ու հասնում ես տատիկի տուն, Շատ լավ, կարծես թե ես հասկացա, դե գնացից, տեսություն, շնորհակալություն։ Խնդրեմ, այ հիմա կասեք, ինչու չկերա ես կարմիր գլխարկին, ասեմ, որպեսզի ես կարճ ճանապարհով գնամ տատիկի տուն, համ բանեմ ուտեմ տատիկին, այնուհետև համ բանեմ ուտեմ կարմիր գլխարկին և վերջում ինչ ուտեմ, այո, կարկանդակները, ես նրան այս ճանապարհով ուղարկեցի թե այս, ուրեմն ես այս ճանապարհով պետք է գնամ, կարճ ճանապարհով, գնացինք, տատիկ, գայլը գալիս է, տատիկ, Երեխաներ, փաստորեն գայլը խաբեց կարմիր գլխարկին և նրան երկար ճանապարհը ցույց տվեց, իսկ ինքը կարճ ճանապարհով արագ շտապեց տատիկի տուն։ Տեսնես ինչ կպատահի, երբ գայլը ավելի շուտ հասնի տատիկի տուն, քան կարմիր գլխարկը։ Եկեք տեսնենք, թե ինչ է լինում հետո։ այսօր էլ բախտս չբերեց, այդ չար գորշ գայլը բոլոր իմ դրած թակարդներից հմտորեն խուսափում է, տեսնես որտեղ է այդ գայլը, ինչ անում, ոնց է կարողանում թաքնվել ինձանից, երեխաներ, իսկ միգուցե դուք տեսած լինեք այդ չար գայլին, ինչ, մի րոպե, սպասեք, դուք տեսել եք գայլին, բա որ տեսել եք, ինչու չասեցիք, տո վարսոր, տարի, հեսա գայլը, մի վարկյան, ով ասաց կարմիր գլխարկ, Փաստորեն չար գայլը խաբել է կարմիր գլխարկին և գնացել տատիկի տուն, պետք է շտապենք դեպի տատիկի տուն, քանի գայլը չի հասել, գնացինք, այ որսոր դուր գնացինք, բա հրացանս,
դե բռնվիր գայն, այս անգամ հաստատ ձեռքիցս պրծում չունես։ Ես իշքան վազեցի դա։ Երեխաներ, եկ շուտ ասա, չէ կան կարմիր գլխարկը։ Ապրեք դուք, հիմա դուրը թակենք։ Ով է։ Ով է, անտարի բարի փերին է ով է։ Գա, չեք ասում, որ պետք է ձայնս փոխեմ ախր։ Կարմիր գլխարկն է, տատիկ ջան, դուրը բաց արանես կամ ես համեղ կարկանդակներ տամ քեզ։ Իմ շատ սիրելի թորդի կարմիր գլխարկ, ինչ լավ է, որ եկել ես, անուշիկս ձկանը քաշիր, դուրը կբացվի։ Ձկանը քաշիր, դուրը կբացվի, ուր է այստեղ ձկան։ Հա, տեսա։ Տատիկ, որտեղ ես։ Տատիկ, որտեղ ես, տատիկ։ Տատիկ, որտեղ ես, տատիկ։ Կանգնի, տատիկ։ Օգտեցեք։ Ինձանից չես թակնվի, միևնույն է բռնելու եմ, ուտելու եմ, հա, ուր գնաց, երևի այստեղ է թակնվել։ Ասում էի, չէ ինձնից չես պախչի։ Տեսակ երեխաներ, չար գայլը տատիկին կուլ տվեց։ Բայց ես հուսով եմ, որ ամեն ինչ լավ է ավարտվելու, այ կտեսնեք։ Ահա վերջապես հասանք տատիկի տուն, երեխաներ, շատ հոգնեցի, այսինչ երկար ճանապարհ էր, հիմա դուռը թակեմ։ Ով է։ Այդ ես եմ, տատիկ, կարմիր գլխարկը։ Դու ես իմ թռնուհի, ձկանը քաշիր, դուրը կբացվի։ Հիմա, տատիկ ջան, սպասի։ Ահա։ Տատիկ, հեյ, տատիկ, որտեղ ես։ Այստեղ եմ իմ սիրելի թռնուհի կարմիր գլխարկը։ Ողջույն, տատիկ։ Ողջույն իմ համովիկ։ Տատիկ, տես ինչ համեղ կարկանդակներ եմ քեզ բերել։ Ինչ անուշ է բուրում։ Տատիկ, երևի շատ սոված էիր։ Շատ։ Տատիկ, ինչու է ականջներդ այդքան մեծացել։ Ականջներս ինչու են մեծացել։ Որպեսզի քեզ լավ լսեմ։ Լավ ես, իսկ աչքերդ։ Աչքերս։ Հա, որպեսզի քեզ լավ տեսնեմ։ Իսկ տատիկ ջան, ինչու է ձեռքերիդ փոխարեն թաթեր աճել։ Ինչու։ Որպեսզի քեզ ամուր գրկեմ իմ համով թռնուհի կարմիր գլխարկ։ Տատիկ, Այո։ տատիկ, իսկ ինչու է բերանդ այդքան մեծացել։ Որպեսզի քեզ համբանեմ և ուտեմ։ Ախ, դու չարագործ, դու բարի փերին չէիր, դու չար գայլն էիր։ Այո։ Օգնեցեք, իսկ ուր է իմ տատիկը։ Քո տատիկը իմ փորի մեջ է, հիմա դու էլ այնտեղ կհայտնվես։
Ես փախա, կամնի, բռնելու եմ, ուտելու եմ, հա։ Վերադարձրու իմ տատիկի, օգնությանը գործ գայլ, օգնեցեք։ Ուր գնացիր, կարմիր գլխարկ, միևնույն է կեզ ոչ ոք չի լսում խոր անտառում։ Երեխաներ, հարկավոր է մի բան մտածել, պետք է թաքնվել կամ կանչել որսորդին, օգնեցեք։ Երեխաներ, ասցրեցինք, ինչպես թե չէ, գայլ արդեն ներսում է, վայ, պաշուտ մտենք ներս, գայլուկ, որտեղ ես, գայլուկ, ինչ-որ մի տեղ թաքնվել է երեխաներ, գայլուկ, կարմիր գլխարկ, երեխաներ ես այստեղ կթաքնվեմ, հենց կարմիր գլխարկը գա, նրան համբ կանեմ կուտեմ, չասեք իմ տեղը, գայլուկ, կարծես թե այստեղ է, բռնվեցիր կարմիր գլխարկ, վայ մամա ջան, սա կարմիր գլխարկը չէ, սա որսորդն է, այո, և ես հիմա կեզ կրակելու եմ, այո, օգնեցեք, միևնույն է կրակելու եմ կեզ անպիտան գայլ, կանգնիր ասում եմ, օգնեցեք, բրգեք, որսորդ ուզում ես կրակել, Այ դու չրագործ գորշ գայլ, միևնույն է, այս անգամ ձեռքիցս հաստատ պրծում չունես, կանգնիր չարաճճի։ Երեխաներ, ինչ եք կարծում, ինչպես ավարտվեց գորշ գայլի և որսորդի հանդիպումը։ Դե իհարկե, 3 դիպուկ կրակոց և որսորդը գետին տապալեց այս չար գորշ գայլին և կարողացավ փրկել կարմիր գլխարկին, ինչպես նաև տատիկին, բայց ցավոք չկարողացավ փրկել կարկանդակները, բայց ոչինչ, քանի որ մենք արդեն հասկացանք, որ պարոն Բլբլթանից հետո լավագույն կարկանդակ պատրաստողը կարմիր գլխարկի մայրիկն է, նա վառեց վառարանը և թխեց աշխարհի լավագույն կարկանդակները, նրանք բոլորով միասին սեղանի շուրջ նստեցին և սկսեցին ուտել այդ համեղ կարկանդակները։ Երեխաներ, հավանեցի՞ք այս հեքիաթը։ Ես շատ ուրախ եմ։ Դե ինչ, հուսով եմ մենք նորից կհանդիպենք։ Հաջողություն։